Բարոսելիքո եղբայրան, եկեք շարունակենք։ Արդեն մենք կոնկրետ կանադառնանք հայտնություն 3-րդ գլխի արդեն 10 համարին, որտեղ 7 համարից Ֆիլադելֆիա եկեղեցու հրեշտակին ուղղված նամակն է։ Մենք արդեն խոսել ենք բովանդակության մասին եւ խոստումների մասին, օրհնությունների մասին, նաեւ ընդհանուր զգուշացման մասին վերջի, որը նաեւ 13 համարում մենք տեսնում ենք այն նաև վերագրական սկզբունքա, որ այն վերաբերվում է եկեղեցիներին, կոնկրետ ճիշտ է, որպես նկարագրող ուղղված է Ֆիլադելֆիա եկեղեցուն, բայց վերագրող սկզբունքով անդրադառնում է բոլոր եկեղեցիներին, որտեղ ով որ ականջ ունի թող լսի, իսկ նրանք, որոնք ունեն հոգևոր սկզբունք, հոգևոր ընկալում, հոգևոր ըմբռնում, նրանց է վերաբերվում, թե ինչ է ասում հոգին եկեղեցիներին, եւ ամեն մի եկեղեցի մենք տեսնում ենք, որ այն եկեղեցու կարգավիճակը եւ գալիք դարաշրջանի եկեղեցու կարգավիճակն է, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ եկեղեցին է, որ արժանանում է գովասանքի, այն առումով, որ նույնիսկ նա Աստծո տաճարում սյուն է համարվում եւ նրա վրա գրվում է նաեւ Քրիստոսի անունը, Հոր անունը, նոր Քրիստոսի անունը եւ Երուսաղեմի անունը, որ երկնքից այստում։ Սա կարևոր սկզբունք է գովասանքի բաժնից ասի։ Մենք ուրեմն անդրադառնում ենք 10-րդ համարը, եկեք նորից ընթերցենք 10 համարը։ Խնդրում եմ ուշադիր լսեք մյուս ձայնագրությունները, որպեսզի շաղկապը պահպանվելով մենք կարողանանք ընկալենք ընդհանրապես բովանդակությունը։ Որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վրա, որ փորձե երկրի երեսի վրա բնակվողներին։ Մեր նպատակը սա է, ինչի, որովհետև մենք անդրադարձանք, որ այս խոստումը առավել կապված է եկեղեցու պահպանության կամ ինչպես է Աստված եկեղեցին պահում մեծ նեղությունից։ Ինչի, մի քիչ մենք ավելի կանադառնանք, որ սա մեծ նեղության մասին է խոսքը եւ մեր ուսումնասիրությունը։ Առաջինը մենք ուսումնասիրեցինք 10-րդ համարի առաջի հասկացողությունը, որովհետեւ իմ համբերության խոսքը պահեցի։ Եվ մենք տեսանք, որ դա Քրիստոսի համբերության մասին ուսուցման խոսքն է փոխանցված առաքյալների միջոցով եկեղեցիներին եւ Ֆիլադելֆիայի եկեղեցին այն եկեղեցին էր, որ հավատարիմ էր կամ հնազանդվել էր այդ խոսքին, հավատարիմ էր եղել այդ խոսքին, այդ սկզբունքներին եւ չնայած իրենց դժվարության, իրենց քիչ զորություն ունենալու մեջ եւ հավատարիմ էին խոսքին եւ Քրիստոսի դավանության եւ նաեւ հավատարիմ էին Քրիստոսի համբերության խոսքին, այսինքն նրանք այդ ուսուցման հնազանդվելով իրենց կյանքում կիրառել էին նույն համբերությունը դժվարությունների մեջ ինչպես Քրիստոսը։ Այսինքն առաջինը մենք տեսանք համբերության խոսքի սկզբունքը, ինչ է նշանակում, այն նշանակում է առաքյալների կողմից ուսուցանված Քրիստոսի համբերության մասին խոսքը։ Դրան նրանք հնազանդ էին եւ նրանց կյանքում այն կիրառվել։ Իմիջիալոց երբ որ մենք խոսում ենք հնազանդության մասին, պետք է հասկանանք հնազանդություն չի նշանակում, որ մենք լսում ենք մի բան եւ ասում ենք ամեն։ Հնազանդություն նշանակում է մեր կյանքում այն իրականանում է։ Սա է հնազանդությունը։ Մյուսը, որ կուզեմ անդրադառնանք, դա փորձության ժամ հասկացողությունն է, ինչ ի նկատի ունի առաքյալն ասելով այս փորձությունը։ Մի քանի տեսանկյուններ նայենք նրա ամբողջ։ Առաջինը դա մի ժամանակահատված է, մեր հատվածից եկեք ուշադիր նայենք նորից։ Ես էլ կպահեմ քեզ այն փորձության ժամից, ուշադիր նայեք, այն փորձության ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վրա, որ փորձ է երկրի երեսի վրա բնակվողներին։ Ուսումնասիրենք կոնկրետ հատվածը, որ մենք կարդում ենք։ Առաջինը մենք արդեն տեսանք ինչ է նշանակում, որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր։ Սա հասկացանք։ Երկրորդը ինչ է նշանակում փորձության ժամանակ։ Առաջինը մենք տեսնում ենք, որ այն մի յուրահատուկ ժամանակահատված է, որը շատ լավ ծանոթ է ունկնդրին։ Ունկնդրին դրա մասին ուսուցանվել էր։ Այսինքն դրա մասին խոսվել էր, որտեղ ինքն ասում է այն, այսինքն ծանոթ են նրանք այդ ժամին, տեսեք, որտեղ իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամիցը, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրից վրա բնակվել։ Առաջինը դա մի ժամանակահատված, որը շատ լավ ծանոթ է ունկնդրին։ Այսինքն դրա մասին ունկնդիրը լսել է խոսք, դրա մասին նրան բացատրել է։ Հիմա երկրորդը ժամը դա ժամանակահատված է։ Ժամանակահատված է, այսինքն յուրահատուկ ժամանակահատված է։ Ժամանակահատված նշանակում է ընթացքի մեջ մի պահ, բայց սա յուրահատուկ այն ժամանակահատվածն է, այն, որը կարծես յուրահատուկ կատեգորիա ունի շատ ժամանակահատվածների մեջ։ Ուշադիր եք, սրանք շատ կարևոր է, սա հերմենետիկայի օրենքներն են, որ մենք կարողանանք տեսնենք հատվածը։ Տեսեք, որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ
այն փորձության ժամիցը, որի մասին դու լսել ես, որի մասին քեզ քարոզել են, որին դու տեղյակ ես, այն, այսինքն առաջինը դա ժամանակահատված է, որը շատ լավ ծանոթ է ունկնդրին, երկրորդը դա ժամանակահատված է ինչ որ յուրահատուկ շրջանը, որի մասին քարոզվել է, սա եկեղեցիներին քարոզվող յուրահատուկ շրջանը եւ սա մեծ նեղությունն է, որի մասին խոսվում էր այդ մանավանդ նեղության շրջանում քալացան կրող չարչարվող եկեղեցիներին խոսվում էր այդ մեծ նեղության մասին, որը հակաթեզիս էր, այսինքն տեսեք նեղության մեջ երբ որ դու մարդուն ներկայացնում ես առավել մեծ նեղություն ինքը համեմատական անում եւ տեսնում է իր նեղության թեթևությունը եւ դու նրան ասում ես որ քեզ կազատեմ այն մեծից քանի որ դու այս փոքրի մեջ հավատարիմ ես, ես քեզ կազատեմ այն մեծից։ Սրանք շատ կարևոր սկզբունքներ են, որ մենք տեսնենք։ Հիմա տեսեք, նույն այս սկզբունքով է խոսում առաքյալը։ Ավելի խորն եք սա տեսնելու, մենք հիմա ուղղակի բառերի բովանդակություն, նշանակություններն ենք ուզում տեսնենք ինչի նկատի ունի, ինչպես մենք առաջնային տեսանք ինչա նշանակում իմ համբերության խոսքին հավատարիմ եղան։ Դա նշանակում է Քրիստոսի համբերության մասին քարոզված խոսքին հնազանդվեցին եւ կատարեցին իրենց կյանքում կիրառեցին։ Հիմա սա առաջինը դա մի ժամանակահատված է, փորձության ժամը, որը ունկնդրին ծանոթ է, մյուսը դա յուրահատուկ ժամանակահատվածների մեջ երրորդ այս ժամանակը կարճ եւ սահմանափակ, այսինքն երբեք հունարեն բառը չի ներկայացնում ժամիցը բառը որպես ընթացք, այն ընթացքի մեջ ինչ որ մի պահ է ներկայացնում, ժամից, չի ասում այդ ընթացքից, չի ասում այդ ժամում, ասում այդ ժամից, դրանք շատ կարևոր է մենք հասկանանք։ Ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից երրորդ այն նշանակում է յուրահատուկ հատված կարճ ժամանակահատված չորրորդ այդ ժամը անպայման գալու է երկիրը դա մի ժամ է որի գալը անխուսափելի է ինքը գալու է անպայման նորից նայեք ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից որ գալու է այն չի կարա չգա որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրից վրա բնակվողներին։ Առաջինը դա ժամանակահատված է, որը ծանոթահուն կնդրին մենք սա ենք տեսնում։ Երկրորդ, դա ժամանակահատված է, որը յուրահատուկ կերպ է կրում, մյուս ժամանակահատվածների մեջ այն յուրահատուկ ժամանակահատված է, որի մասին քարոզվել է։ Այն ժամանակահատված է, այն ընթացք չի, մի ամբողջական, օրինակ կարակ ասենք, սա ընդհանրապես քրիստոնեական կյանքի ընթացքն է։ Ոչ, ընթացքը չի ասում ժամից ընթացք ասում է ընթացք, սա այդ ընթացքի որոշ ժամ է, այդ ժամից է պահում, այսինքն այն յուրահատուկ կարճ ժամանակահատված է, երբեք հունարենը չի օգտագործում այն որպես ընթացք։ Չորրորդը դա մի ժամանակահատված է, որը անպայման գալու է, այն անխուսափելի է, եւ հինգերորդ այդ ժամը ապագայի գալիք է։ Այդ ժամը դեռ չի եղել հավատացյալների կյանքում։ Եթե մենք վերցնենք սա, ասենք սա ընթացքա հավատացյալների քրիստոնյաների հալածանքի ընթացքն է, այդ դեպքում ինչի առաքյալը խոսում ապագայի մասին, ինչի է Քրիստոսն ասում, որ գալու է, չի ասում, որ արդեն է, որ գալու է։ Տեսեք, կարևոր արդեն մենք 5 կետ տեսանք։ 5-րդ կետը դա ապագայի ժամանակահատված, այն յուրահատուկ է, այն ընթացք չի, այդ ընթացքի մեջ ինչ որ մի հատված է, այն մի ժամանակահատված է, որի մասին ունկնդիրը լավ ծանոթ է, որ խոսել են այդ ունկնդրին, այն ժամանակահատված է եւ այն անխուսափելի է, այն անպայման պիտի գա երկրի, այն ժամանակահատված է, որը ապագայում պիտի գա։ Տեսնում եք այդ մեր փոքրիկ հատվածի մեջ մենք արդեն սա բոլոր տեսնում ենք։ Մյուս 6-րդը այդ ժամը գալիս է ամբողջ երկրի վրա, չի գալի երկրի ինչ որ մի հատվածի վրա, այն գալիս է ամբողջ երկրի վրա, ուշադիր նայեք բառը, որ գալու է այս աշխարհի վրա, այս աշխարհի վրա եւ հետեւից էլ շեշտում է, որ եսի նկատի ունեմ աշխարհ համակարգ, այլ բնակվողների վրա, հետեւից ասում է, որ փորձե երկրի երեսի վրա բնակվողներին սանդարամետականներին չէ, երկրի երեսի վրա բնակվող մարդկությանը աշխարհին փորձելու համար է գալիս։ Ինչ փորձության մասին եւ երրորդ եւ արդեն 7-րդ այն գալիս է փորձելու ստուգարքի, այսինքն ամրացնելու։ Մենք պետք է նայենք սա ինչ այդ երկրի վրա բնակվողներն ովքեր են, ինչն է փորձելու նրանց հավատքը, թե փորձելու է նրանց ապստամբությունը կամ փորձի է ենթարկելու այն աստամբությունը, որ ունեն Քրիստոսին չընդունողները։ Սա շատ կարևոր մենք տեսնենք, բայց արդեն մենք 7-ը սկզբունք տեսանք, առաջինը այն ժամանակահատվածը, եկեք ամբողջացնենք, ինչի մասին խոսացինք, տեսեք։
Սա նշանակում է դա այդ հատվածը ապագա նեղության մի շրջան է, որ կգա երկրի վրա, բնակվողների վրա եւ այն անպայման կգա, այսինքն այն Աստծո բարկության շրջանն է, որ փորձելու է երկրի վրա եղողների, այսինքն այն թափելու է Աստծո բարկությունը նրանց Աստծո հանդեպ ունեցած ապստամբության վրա։ Այսինքն այստեղ փորձել չի նշանակում նրանք ինչ որ մի բան ունեն, սա էլ գալու է տեսնի նրանք դա ունեն թե չունեն, փորձելու է ունեն թե չունեն։ Նրանք չունեն, այս փորձել բառը մենք հիմա ավելի անդրադառնալու ենք երրորդ բաժինը սրան, այն ինչ է նշանակում հրապուրել, գերել, գայթակղել, որտեղ կա իսկուշենիա եւ կա իսպիտանիա։ Այն ինչպես է հնչում, որտեղ նա հոմանիշ է, այդ նույն բառը ունի նույն հիմքը։ Հիմա մենք ինչ հասկանանք, սա գալու է գայթակղեցնելու երկրի վրա բնակվողներին, թե փորձելու, այն ստուգարքի է ենթարկելու, թե գալու է նրանց գայթակղեցնելու։ Մենք պետք է հասկանանք, դրա համար մենք ավելի խորը կնենք, բայց ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ սա մի դժվար շրջան է, որ գալու է ամբողջ երկրի վրա բնակվողների, որի ընթացքում վար կգա երկնքից Աստծո բարկությունը երկրի վրա ապրողների վրա, որպես Աստծո պատիժ նրանց փորձելու։ Այսինքն այն ապստամբությունը, որ նրանք ունեն Աստծո հանդեպ, այդ փորձությունը կա ստուգարքը ցույց է տալի նրանց ապստամբության աստիճանը, որպեսզի ավելի հասկանանք այն մետաֆորիկ ընկալումը, տեսեք։ Հիշում եք Ծննդոց գրքում, երբ որ ամբողջ մարդկությունը մեղանչեց, ամբողջ մարդկությունը, մենք նույն սկզբունքով, ինչ ասեց հեղինակը, Աստված ասում է, եւ ես զղջացի, որ մարդ եմ ստեղծել։ Զղջալ Աստված չի զղջում, որտեվ զղջալ նշանակում է սխալվել, զղջալ նշանակում է հիասթափվել, փոշմանել։ Աստված ոչ հիասթափվում է, ոչ փոշմանում է, ոչ էլ սխալվում է։ Ինչի է օգտագործված մետաֆորիկ այս բառը, եւ Աստված զղջաց, որ երկրի վրա մարդ է ստեղծել։ Զղջալ բառը ցույց է տալիս, ինչքան մեծ է մարդկանց ապստամբությունը, չարությունը, որ Աստված զղջաց, այսինքն Աստված չի զղջում, բայց զղջալ բառն օգտագործված է, որպեսզի ցույց տա մեր մարդկային հասկացողությունով զղջալ մենք ենք հասկանում ինչա։ Աստված այդ բառը օգտագործում է իր էության վրա, որպեսզի մեզ ցույց տա ինչքան մեծ է մարդկության չարությունը։ Նույն սկզբունքով այս ստուգարք, այս փորձությունը երկրի վրա բնակվողների վրա գալիս է, այս յուրահատուկ ժամանակը, որպեսզի ցույց տա կամ մարդկանց պատժելով այդ արհավիկները, որ մենք կարդում ենք դրա մասին, թե ինչ է գալի երկրի վրա, դրանք ցույց են տալի, թե որքան մեծ է մարդու ապստամբությունը կամ չարությունը Աստծո հանդեպ։ Այսինքն սա մեր երկրորդ սկզբունքը, տեսեք, առաջինը մենք տեսանք ինչ է նշանակում համբերության խոսք, դա այն ուսուցանված Քրիստոսի համբերության մասին խոսքն է, որին հնազանդվել եւ որը կիրառում են իրենց կյանքում Ֆիլադելֆիա եկեղեցու հավատացյալները, որոնք դրա համար կոչվեցին հավատարիմ։ Երկրորդը դա մի փորձության ժամ է, կպահի այդ փորձության ժամից, ինչ է նշանակում փորձության ժամ, դա մի յուրահատուկ ժամանակահատված է, մեծ նեղության, մի նեղության, որը յուրահատուկ է մյուս նեղություններից, յուրահատուկ նեղություն է, որը անպայման գալու է երկրի վրա եւ գալու է ապագայում եւ գալու է երկրի վրա բնակվողներին, աշխարհի վրա բնակվողներին փորձելու ստուգարքի ենթարկելու, այսինքն գալու է նրանց վրա որպես Աստծո պատիժ, ցույց տալու նրանց ապստամբության աստիճանը։ Սա մենք տեսանք որպես երկրորդ։ Հիմա եկեք երրորդին անդրադառնանք։ Եվ նաև եկեք հիշենք, որ այն գալիս է ամբողջ մարդկության վրա, ամբողջ երկրի վրա բնակվողների վրա։ Սա կարևոր է, որ մենք տեսնենք, որտեղ մեր հատվածը մի քանի անգամ նայեք, որովհետև իմ համբերության խոսքը պահեցի, հիմա այս մեկնաբանությունից հետո, այս ուսումնասիրությունից դուք ինքներդ նայեք այդ հատվածին, տեսեք ինչքան շատ բան կտեսնեք։ Ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրի երեսի վրա բնակվողներին։ Սա կարևոր սկզբունք։ Մեր երրորդ սկզբունքը ինչ ի նկատի ունի կամ այդ ինչ դժվար ժամանակահատված է, այսինքն այդ ինչը այն գայթակղությունը իսկուշենիա է ի նկատի ունի առաքելը, թե այն փորձությունը, այն իսպիտանիա, այսինքն այն ստուգարքը։ Եկեք անդրադառնանք մենք, որտեղ այս բառերը ունեն երկու նույն հիմքը, պետք է մենք սա ուշադիր լինենք, տեսեք։ Եվ Աստվածաշունչը այս երկուսն էլ օգտագործում է որպես փորձություն անված թարգմանություններում, դա համար մենք պետք է նայենք այսինչ փորձություն է։ Տեսեք, ամենաառաջինը, որ մենք պետք է նայենք, եթե մենք այս փորձության մասին կարդում ենք Ֆիլադելֆիայի եկեղեցում,
Ուրեմն պետք է մենք տեսնենք այդ փորձության շրջանի մասին ընդհանրապես ամբողջ հայտնության գիրքը խոսում է, այո, եւ հայտնության գրքում տեսնում ենք 7 փողերի փչելը, ամեն մի փողի հետ Աստծո բարկության որոշ կատեգորիայի թափվել է երկրի վրա, եւ մենք տեսնում ենք, որ երկրի վրա ինչքան մեծ քանակության բնակիչ է մահանում այդ արհավիրքներից, երկրաշարժներից, մենք տեսնում ենք պատերազմներից, մենք տեսնում ենք հիվանդություններից, տարաժամներից, մենք տեսնում ենք նաեւ ջուրն է վարակվում, գետերն են վարակվում, մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ կարկուտ է գալիս երկրի վրա 42 կիլոյանոց կարելի ասել, այսինքն այս ամեն ինչը տեսնում ենք անտառներն են վառվում, այս բոլորը ամեն մի փողը փչելուց հետո սրանք Աստծո բարկության եւ նաեւ Աստծո բարկության սկավառակների թափումն ենք տեսնում, այսինքն սա մի նեղության նկարագրում է եւ հենց այդ փորձության ժամից է ուզում պահի Քրիստոսը հավատարիմ եկեղեցուն եւ հետաքրքիր է որ այս ժամից պահելը նույնպես ամբողջանում է վերագրական հատվածի մեջ, երբ որ ասում է զգուշացման բաժնի մեջ ասում է ուշադիր եղեք ով որ ականջ ունի թող լսե ինչ ասում հոգին եկեղեցիներին, այսինքն սա նաև վերաբերվում է ընդհանրապես հավատարիմ եկեղեցիներին, ինչի, որովհետև այն դեռ ապագայում է, տեսնում եք, այսինքն այն կոնկրետ Ֆիլադելֆիային չի ուղղվում, որտեղ այդ նեղության ժամանակը կոնկրետ Ֆիլադելֆիայի վրա արդեն Ֆիլադելֆիայի եկեղեցին հիմա չկա կոնկրետ տեղական, բայց եկեղեցիներին եւ ապագայում մենք տեսնում ենք, որ սա ապագայի մասին է, որը գալու է, բայց հավատարիմ եկեղեցին Աստված պահելու այդ ժամից, վերցում այդ ժամից։ Հիմա ամեն դեպքում մենք ուզում ենք ուսումնասիրենք այդպիսի զուգահեռներ փորձության, այդ երկու տեսակը գայթակղության եւ փորձության կամ ստուգարքի կա հատվածներ եւ եկեք անդրադառնանք եւ կտեսնենք որ կա օրինակ Ղուկաս ավետարանում 8:13 համարում մենք տեսնում ենք որ կարա ստուգարքի ենթարկվի հավատք, այսինքն որոշ պարագաներում անձը կարծես թե պոստկումով հավատում է, ուրախությունով, ցնծությունով իր հավատքը արտահայտվում այդպես, բայց փորձության ժամանակ մենք տեսնում ենք որ փորձությունը ի հայտ է բերում որ նրա հավատքը կեղծ էր, այսինքն փորձության ժամանակ հեռանում է, հավատքը չի շարունակվում, որոշ ժամանակի համար կարծես թե հավատք է, բայց փորձությունը ցույց է տալիս որ այն հավատք չի, այն կեղծ է, այն մարդկային սկզբունք է, այն Աստծո շնորհքով ստացած մի բան չի, որը մարդուն տանի ամեն արգելքներից առաջ։ Տեսեք, եկեք անդրադառնանք սրան։ Ղուկաս 8-րդ գլխի այս հատվածը 13 համարում ապարաժի վրայիններն են նրանք են, որ երբ որ կլսեն խոսքը ուրախությունով ընդունում են։ Այս հատվածում այս առակի մեջ Քրիստոսը ներկայացնում է, այստեղ շեշտը դրված է կարևոր հողի վրա, մի հող, որի մեջ սերմը պտուղ է բերում։ Եվ այստեղ ինքն ասում է ապարաժի վրայիններն են նրանք են, եւ կան սերմը դա Աստծո խոսքն է, եւ լսողները դրանք հողն են։ Ամեն մեկը ինչպես է ընկալում այդ սերմը, ինչպես է ընդունում այդ սերմը նրա մեջ պտուղ է տալիս, թե պտուղ չի տալիս։ Եվ ապարաժի, այսինքն ժայռի վրա անկածներն էլ այդ սերմը, որ ընկնում է, երբ որ կլսեն խոսքը ուրախությունով ընդունում են։ Կարծես թե ծլեց, կարծես թե կպավ, մենք մտածում ենք, որ այն կմեծանա։ Ուրախությունով ընդունում են, սակայն սրանք արմատ չունեն, այսինքն սրանք արմատ չունեն, արմատ չկա, որ աճեն, արմատ չունեն, մի առ ժամանակ հավատում են, որոշ ժամանակ, որ մենք տեսնում ենք, կարծես թե հավատացյալներ են, մի առ ժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակին հեռանում են։ Այստեղ այս նույն բառը, փորձություն բառը, որ գրված է, նույն սկզբունքով է գրված։ Փորձության ժամանակ, այսինքն սա մի փորձություն է, որը ստուգարքի է ենթարկում, որը բացահայտում է կեղծը եւ ճշմարիտը։ Մեր հատվածում, այսինքն այն մի այնպիսի փորձություն չի, որ գալիս է գայթակղեցնելու, մարդիկ կհրապուրվեն, թե չեն հրապուրվի, կլսեն, կգնան այդ գայթակղության հետևից, այդ փորձության հետևից, թե չեն գնա։ Սրա մասին չի, այլ ստուգելու նրանց ապստամբության չափը, ցույց տալու նրանց ապստամբության չափը, ավելի այս առումով է օգտագործված։ Որովհետև կարևոր սկզբունք կա, երբ որ խոսքը գնում է գայթակղության մասին, այն հատվածները, որտեղ խոսքը գնում է փորձություն բառը օգտագործելով, բայց ի նկատի ունի գայթակղեցնել, խոսքը վերաբերվում է սատանային։ Խոսքը վերաբերում է ինչպես է սատան հոգեորապես փորձում կամ փորձում գայթակղեցնել, իսկուշած, հրապուրել, գայթակղել հավատացյալներին, որպիսի նրանց թույլ չտա, որ փառավորեն Աստծուն, նրանց գցի հոգեորապես։ Բայց այս հատվածում խոսքը գնում է Աստծո բարկության փորձության մասին։ Տեսեք, խոսքը չի գնում սատանայի փորձելու մասին, այլ խոսքը գնում է Աստծո բարկությունը պիտի գա փորձի նրանց։ Այսինքն Աստծո բարկությունը պիտի թափվի նրանց վրա, եւ ստուգարքը փորձությունը կայանում, որ պիտի ցույց տա այդ
թափվելը, այդ բարկության աստիճանը չափանիշը, այդ նեղության չափանիշը ցույց է տալի երկրի վրա մարդկանց Քրիստոսի հանդեպ ապստամբության չափանիշը։ Փորձել նշանակում է ստուգել, ի հայտ հանել, բացահայտել, ցույց տալ ինչպիսին է ձեր ապստամբության չափը։ Այս մասին է խոսքը։ Երբ որ առաքյալն օգտագործում է փորձելու համար երկրի վրա բնակվողներին, ի նկատի ունի ցույց տա նրանց ապստամբության չափանիշը։ Ուրեմն այս հատվածում այս փորձության ժամը չի վերաբերվում գայթակղության ժամին, կարծես սատանայից հավատացյալներին գայթակղեցնելու, այլ Աստծո բարկությունն է գալու նրանց փորձելու։ Սրանք երկու տարբեր կատեգորիաներ են, որ պիտի մենք հասկանանք։ Դրա համար ես անդրադարձա Ղուկաս ավետարանին, որովհետեւ ցույց տամ, որ կա փորձություն, որը ստուգարքի կերպով է օգտագործած, որը ցույց է տալիս հավատքը ճիշտ է թե կեղծ է, կամ չափանիշն է ցույց տալիս։ Այս փորձությունը ցույց է տալու մարդկանց ապստամբության չափանիշը։ Այսինքն այդ չարության, այդ բարկության թափվելը ցույց է տալի, թե ինչի են արժանի նրանք, ինչի են արժանացել իրենց ապստամբության պատճառով։ Սրա մասին է խոսքը։ 4-րդ, որը շատ կարևոր է այս հատվածում ուսումնասիրենք։ Կատարգունտես էպիտես գես, սա ինչ է նշանակում երկրի վրա բնակվողներին։ Այս փորձության ժամը ում համար է պատրաստված, ում համար է այն անպայման գալու եւ փորձելու, գրված է երկրի վրա բնակվողներին։ Ովքեր են սրանք։ Երրորդ կարևոր սկզբունք, որ այս հատվածում տեսնենք, ովքեր են երկրի վրա բնակվողները։ Արդյոք դրանք հավատացյալներն են, արդյոք դրանք եկեղեցին է, թե երկրի վրա բնակվողներն են, բայց նրանց մեջ այդ մեծ նեղության մեջ դուր կբացվի նաեւ Իսրայելին, որից դուրս կգան Քրիստոսին ընդունողներ, բայց այդ մեծ նեղության, այսինքն այդ Աստծո բարկությունը կրելով իրենց վրա, նրանք ի վերջո կապաշխարեն։ Եվ սա հրեաների ապաշխարության վերջի շրջանն է, մեծ նեղության շրջանում։ Սա նույնպես խորհուրդ ունի Քրիստոսի մերժելու հետ եւ նաեւ նրանց համար յուրահատուկ շնորհքի մնացորդ պահելու հետ։ Մենք պետք է սա նաև տեսնենք։ Հիմա եկեք 4-րդը, այս ինչ է նշանակում երկրի վրա բնակվողին, ովքեր են երկրի վրա բնակվողները։ Սա բանալի բառ է, ինչպես ես անցյալ անգամ ասացի մեր հատվածում, այս բանալի բառը առնվազն 10 անգամ օգտագործվում է։ Եվ այս բանալի բառի սկզբունքներն ուսումնասիրելով մենք կտեսնենք իրականում ինչի նկատի ունի հայտնության գիրքը կամ մեր հատվածում 3-րդ գլխի 10 համարում երկրի վրա բնակվողներ բառը։ Ովքեր են երկրի վրա բնակվողները։ Եկեք անդրադառնանք սրանց։ Առաջի բառը, որ օգտագործված մենք տեսնում ենք, դա մեր հատվածն է։ 3-րդ գլխի 10-ը, մենք դա չենք կարդում։ Մյուսը անմիջապես որպես բանալի բառ երկրի բնակվողներ տեսնում ենք 6-ի 10 համարում։ Բայց եկեք մի կարևոր բան, ընդհանրապես 10 անգամ սա մենք կտեսնենք 4-րդ գլխից մինչև 16-րդ գլուխը, որտեղ խոսքը գնում է Աստծո բարկության թափվելու մասին, եւ Աստծո բարկության թափվելու օղակներում է միշտ շեշտվում երկրի վրա բնակվողներ, ինչպես նաեւ հայտնության 6-10-ը նայեք, որ մեծ ձայնով աղաղակում են եւ ասում, սա սուրբերն են երկնքում, որոնց հոգիները աղաղակում են եւ ինչ են աղաղակում, նրանք, որոնց գլուխները կտրվել են, նրանք, որոնք մորթվել են Քրիստոսին դավանելու համար, նրանց հոգիները ինչ են աղաղակում, նայեք, որ մեծ ձայնով աղաղակում են եւ ասում, մինչեւ երբ ով սուրբ Տեր եւ ճշմարիտ չես դատում մեր արյունի վրեժը, չես առնում երկրի վրա բնակվողներից։ Մեր հատվածը հայտնություն 6-10-ը ցույց է տալիս, որ երկրի վրա բնակվողները նրանք են, որոնք սպանել են սուրբերին, եւ հիմա սուրբերի աղաղակում է վրեժխնդրություն երկրի վրա բնակվողների համար, որոնք սպանել եւ մորթել են նրանց, որոնք դավանել են Քրիստոսին, հավատարիմ են մնացել Քրիստոսին մինչեւ վերջ։ Տեսնում եք, ով որ մեծ ձայնով աղաղակում են եւ ասում, մինչեւ երբ ով սուրբ Տեր եւ ճշմարիտ չես դատում, մինչեւ երբ չես դատում եւ մեր արյունի վրեժը չես առնում երկրի վրա բնակվողներից։ Մեր այս հատվածում տեսնում ենք, որ երկրի վրա բնակվողները դրանք մարդիկ են, որոնք ուղղակի սուրբերին սպանել են եւ նրանց հոգիները աղաղակում են վրեժխնդրության համար։ Հիմա շատ կարևոր է 8-13-ը մենք նայենք։ Բայց այստեղ կարևոր է մի սկզբունք, որտեղ շատերը ակամայից հարց են տալի, բա Արմեն եղբայր, այդ դեպքում այդ ինչ վրեժխնդրություն է, հավատացյալները շնորհքով պիտի վարվեն, վրեժխնդրություն չէ։ Հավատացյալները, ուշադիր լսեք սա, իրենց անձերով չեն վրեժխնդիր։ Եվ այս սուրբերը չեն ասում, Տեր, մենք իշտենք նրանց վրեժը լուծենք։ Ասում են դու Տեր, դու ես նրանց վրեժը լուծելու։ Աղաղակում են Տիրոջ բարկությունը։ Նրանք հանձնել են Տիրոջը այն ամենը։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն Տերը պիտի վրեժխնդրի լինի, որտեղ Աստված ասում է իմս է վրեժխնդրությունը։
դուք մի եղեք վրեժխնդիր, հանձնեք ինձ դատաստանը, ես եմ դատավորը։ Ամեն անգամ, երբ որ մենք մեր ձեռքերի մեջ ենք վերցնում դատը, մենք մեզ ենք հռչակում դատավոր եւ մերժում ենք Աստծուն որպես դատավոր։ Դրա համար շատ ուշադիր պիտի լինենք, դրա համար այստեղ նրանք աղաղակում են Աստծո դատաստանը, չես դատում եւ մեր արյունի վրեժը չես առում երկրի վրա բնակվողներից։ Այսինքն առաջի այս հատվածում, տեսեք, մեր առաջի հատվածում 3-րդ գլխի 10 համարում մենք տեսնում ենք երկրի բնակվողները նրանք են, որոնց վրա ապագայում գալիս է բարկություն, գալիս է փորձելու նրանց ապստամբությունը, եւ դա յուրահատուկ ժամանակահատված է, որ գալիս է երկրի վրա բնակվողների։ Արդեն տեսնում ենք Աստծո բարկության հետ կապված։ Երկրորդ, մեր այս հատվածում 6-րդ գլխի 10 համարում տեսնում ենք, որ սուրբերը երկնքում աղաղակում են սրանց վրեժխնդրության համար, որտեղ սրանք սպանել են սուրբերին։ Այսինքն սրանք անձինք են, որոնք ոչ թե հավատացյալներ են, այլ հավատացյալներին սպանողներն են։ Հիմա մյուս հատված եկեք նայեք 8:13-ը։ Տեսեք, ես 12 համարից կարդամ, որ դուք տեսնեք, որ փողը փչվում եւ Աստծո բարկությունը թափվում է երկրի 13-ից, 14-ից։ Եվ 4-րդ հրեշտակը փողը փչեց եւ վիրավորվեցավ Արեգակի 3-րդ բաժինը, եւ լուսնի 3-րդ բաժինը եւ աստղերի 3-րդ բաժինը։ Երկնքի արհավիկները շարժվում են, որ նրանց 3-րդ բաժինը խավարի եւ ցերեկը 3-րդ բաժինը լույս չտա եւ գիշերն էլ նմանապես։ Դուք մոտավորապես պատկերացնում եք, չէ՞, երկրի անիծված երկրի վրա նույնիսկ սկսում է արդեն ֆիզիոլոգիական կամ ֆիզիկական օրինաչափությունները խախտվի։ Այսինքն լույս չկա, սա նշանակում է հիվանդություն կա, դուք պատկերացրեք մարդուն մթության մեջ պահեք, կհիվանդանա այն, բույսը չի աճում, տարբեր վիրուսներ են աճում մթության մեջ կամ սնկային, տարբեր խնդիրներ։ Ես չեմ ուզում մտեմ ֆիզիոլոգիական բաժին, բայց սա նշանակում է բարկության հետ է կապված այս լույս չլինելը։ Եվ տեսա եւ լսեցի արդեն 13 համարը մենք ուսումնասիրում ենք ովքեր են երկրի բնակվողները։ Եւ տեսա եւ լսեցի մի հրեշտակ, որ երկնքի միջովը թռչում էր եւ մեծ ձայնով ասում. «Վայ, վայ, վայ նրանց, որ բնակված են երկրի վրա, այն 3 հրեշտակների փողի մյուս ձայնից, որոնք դեռ փչվելու են, ավելի մեծ արհավիրք է թափելու երկրի վրա»։ Եվ ասում է վայ նրանց, պատկերացնում եք։ Այսինքն ինչ ենք մենք տեսնում, ովքեր են երկրի վրա բնակվողները։ Եկեղեցին, հավատացյալները, ոչ, հավատացյալներին սպանողները եւ Քրիստոսին մերժողները։ Բայց մենք տեսնելու ենք հատված, որ այդ մեծ նեղությունից մարդիկ են դուրս գալու, որոնք մահանալու են, որոնց սպանելու են, բայց նրանք հավատարիմ են։ Մեծ նեղության շրջանում շատերն ապաշխարելու են։ Եվ իհարկե Իսրայելի հետ միասին, որտեղ այդ ժամանակ լինելու է տաճարը, եւ քանի որ հակաքրիստոսը պետք է մտնի տաճար եւ պղծի տաճարը, եւ դրանից հետո պետք է սկսի մեծ նեղությունը 3.5 տարին պետք է սկսի հрьяաներին հալածել եւ սպանել, որտեղ մյուս ժողովուրդները, որոնք հակաքրիստոսին կընդունեն, հрьяաների այդ շնորհքի մնացորդը պիտի մերժի հակաքրիստոսին որպես ասված եւ դրա համար պիտի սպանվի, իսկ 144,000-ը պիտի պահվի Աստծո կողմից յուրահատուկ շնորհքի միջոցով։ Հիմա տեսեք, եւ նրանք ավետարանիչներն են, եւ նաեւ այս երկու վկաների մասին մի քիչ մենք կկարդանք։ Ուրեմն երկրի վրա բնակվողներն ովքեր, մենք արդեն նայել ենք 3 հատված 3:10 ենք մենք նայել, որտեղ մենք տեսնում ենք, որ յուրահատուկ ժամանակահատվածը գալի նրանց վրա ապագայում, փորձելու նրանց։ Մենք տեսանք 6:10-ը, որտեղ նրանց մասին սուրբերը աղաղակում եւ վրեժխնդրություն ուզում, որտեղ նրանք սպանել են սուրբերին։ 8:13-ում մենք տեսնում ենք, որ հրեշտակն ասում է վայ նրանց, որտեղ 3 փողը նույնպես հնչվելու, որ վայ նրանց, որ երկրի վրա բնակված են, որ նրանց վրա պետք է այդ բարկությունները։ Եվ 11:10 եկեք նայենք։ 11:10-ում մենք տեսնում ենք երկրի վրա բնակվողները ինչպես են ուրախանում եւ ցնծում, երբ որ Աստծո երկու վկաները սպանվում են այդ մեծ նեղության շրջանում, այդ մարգարեները, որոնք պիտի հարություն առնեն եւ բարձրանան երրորդ օրը։ Հիմա տեսեք ոնց են իրանք իրար ինչպես են նրանք ցնծում։ Ես կընթերցեմ մեր հատվածը 11:10-ն, ես 9-ից, եւ կտեսնեն ժողովուրդների եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նրանց դիերը 3 օր եւ կես եւ թող չեն տա, որ նրանց դիերը գերեզմանի մեջ դնեն։ Այսինքն թողալու են երկրի վրա սպանված, որպես արհամարանք մահացածի։ Եվ երկրի վրա բնակվողները կուրախանան եւ կխնդան եւ իրար ընծաներ կուղարկեն, որ այս երկու մարգարեները չարչարեցին երկրի վրա բնակվողներին։ Այսինքն քանի որ այս երկու մարգարեները քարոզել են Քրիստոս, դա նրանց համար դարել է հանդիմանություն եւ չարչարանք, բայց քանի որ այս երկու մարգարեները սպանվել են, սրանք ուրախանում են եւ երկրի վրա բնակվողները կուրախանան եւ կխնդան եւ իրար ընծաներ կուղարկեն։
շնորհավորելու իրար, որ այս երկու մարգարեները չարժեցին երկրի բնակվողներին։ Եվ 3.5 օրից հետո Աստվածանից կենդանի հոգի եկավ, մտավ նրանց մեջ, եւ նրանք իրենց ոտների վրա կանգնեցին, եւ մեծ վախ ընկավ նրանց տեսնողների վրա, երկրի վրա բնակվողների վրա նույնպես։ Ուրախացան, բայց շատ քիչ, 3 օր նրանք հարություն առան իրանց աչքի առաջ, բայց նույնպես չեն ապաշխարում։ Կարծես թե թվում է, թե սա տեսնելով պիտի ապաշխարեն, եւ հիմա խոսքս ուղղում եմ նրանց, որոնք ակնկալում են, որ հրաշքով ինչ որ մեկը պիտի ապաշխարի։ Ոչ երբեք։ Հիշում եք Քրիստոսի խոսքը, եթե Մովսեսի խոսքին չեն հավատում, մեռելներից մեկն էլ հարություն առնի, չեն հավատալու։ Սա շատ կարևոր է։ Եվ սրանք նույնպես տեսնելու են հարություն առածած երկուսին համբարձվելուց եւ չեն հավատալու։ Հիմա ուշադիր եք, երկրի վրա բնակվողներն ովքեր են, որոնք ուրախանում են, երբ որ այս երկու Աստծո սուրբերը մահանում են, իրար ընծաներ են ուղարկում նույնիսկ։ Սա մենք տեսանք արդեն 11:13-8 եկեք նայենք ովքեր են երկրի վրա բնակվողները։ 13:8-ում տեսնում ենք երկրի վրա բնակվողները նրանք են, որոնք երկրպագում են հակաքրիստոսին։ Եվ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները գրված չեն գարի կյանքի գրքի մեջ, որ աշխարհի սկզբից հետե մորթված է։ Եվ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, ում կերկրպագեն։ Եկեք նայենք ում կերկրպագեն։ Մի քիչ վերևի հատվածում նայենք հիմա մենք։ Եվ նրանց տրվեցավ մի բերան մեծ բաներ եւ հայոյանք խոսող, սա հակաքրիստոսն է, սուտ մարգարեն, եւ իշխանություն տրվեցավ նրան 42 ամիս իր ուզածն անելու, եւ նա իր բերանը բացավ Աստծո դեմ հայոյանքով, որ հայոյե նրա անունին եւ նրա խորանին եւ երկնքումը բնակվողներին։ Եվ նրան իշխանություն տրվեցավ, որ սուրբերի հետ պատերազման է եւ նրանց հաղթե, եւ իշխանություն տրվեցավ նրան ամեն ցեղի եւ լեզվի եւ ազգի վրա, եւ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները գրված չեն գարի կյանքի գրքի մեջ, որ աշխարհի սկզբից հետո մորթված է։ Մեր այս հատվածում դուք տեսաք, որ այս անձը հայոյելու է երկնքում բնակվողներին, որ եկեղեցին է։ Ուշադիր տեսնում եք, եւ երկրպագելու է երկրի վրա բոլոր բնակվողները երկրպագելու են հակաքրիստոսին։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք եւ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները գրված չեն գարի կյանքի գրքի մեջ։ Այն գարի, որ աշխարհի ստեղծվելուց առաջ նախասահմանված է, որ մորթվելու է մարդկանց մեղքերն, նրանք, որոնք ընդունելու են, նրանց, որոնց անունները կյանքի գրքի մեջ գարի կյանքի գրքի մեջ գրված է, նրանք էլ ընդունելու են։ Իսկ սրանց անունները գրված չեն, դա այսինքն կյանքի գրքում չգրված անունները ներկայացնում երկրի վրա բնակվողներ, որոնք երկրպագելու են հակաքրիստոսին։ Հարց. ում վրա է գալի այդ յուրահատուկ ժամանակահատվածը։ Նրանց վրա, որոնք երկրպագում են հակաքրիստոսին։ Մյուս հատվածը եկեք նայենք 13-12 ավելի մեր հատվածից շատ մոտիկ, տեսեք, եւ այն առաջի գազանի բոլոր իշխանությունը բանեցնում էր նրա առաջին, եւ այնպես էր անում, որ երկիրը եւ նրա վրա բնակվողները երկրպագեն այն առաջի գազանին, որի մահի վերքը ողջացել էր։ Եվ ուշադիր եք, ես կարդամ մինչև 14-ը, որ տեսնեք, եւ մեծ նշաններ էր անում, որ երկնքիցը կրակել վայրեր բերել տալիս երկրի մարդկանց առաջին եւ մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին, ինչ էր անում, մոլորեցնում էր։ Իսկ սուրբերը կմոլորվեն, ոչ, որտեվ մենք կարդում ենք Մատթեոսում 24-ը, որ նույնիսկ եթե կարելի լիներ, ընտրյալներին էլ կմոլորեցնել, բայց Աստծո կողմից կարելի չէր։ Աստված արգելք դրեց ինչ որ մի շնորհքի կերպով, որ սուրբերը այդ մոլորությանը չհետևեն։ Սա Աստծո ողորմությունն է, Աստծո շնորհքն է։ Հիմա տեսեք, եւ մենք կարդում ենք 14-ում, եւ մեծ նշաններ անում, որ երկրի սկրակել էր վայր բերել տալիս որ երկնքից, որ երկրի վրա մարդկանց առաջին եւ մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրված է նրա ձեռքը, որ գործե գազանի առաջին ասելով երկրի բնակվողներին, որ պատկեր շինեն գազանին, որ սուրի վերք ուներ եւ ապրեց։ Այսինքն ամեն դեպքում մենք նայեցինք այս հատվածները, մենք հիմա երկու հատված էլ կնայենք, ինչ տեսանք այս հատվածից, ովքեր են երկրի բնակվողները։ Տեսեք, մենք նայեցինք 3 կարևոր հատկություն։ Մեր հենց 10 համարի մեջ փորձության ժամանակ
մենք տեսանք, որ այն յուրահատուկ ժամանակա, որին ունկնդիրը ծանոթ էր, այն մեծ նեղության յուրահատուկ ապագայում գալիք շրջանն է։ Երկրորդ, մենք տեսանք, որ սա մեր երկրորդ բաժինը, տեսեք, ավելի խորը ձեզ ասեմ սա։ Այն փորձության ժամանակա ոչ թե գայթակղության, այն սատանայից չի գալի, Աստծո բարկության փորձությունը, ապա ցույց տանած անարժան լինելը։ Մյուսը, երրորդը, մենք տեսանք ներողություն, եւ ներողություն ես շփոթեցի, առաջինը մենք տեսանք մեր հայտնության երրորդ գլխում, առաջինը տեսանք ինչ համբերության խոսքը պահելը, երկրորդը մենք տեսանք, որ այն յուրահատուկ ժամանակահատված է, որը գալիս ապագա երկրի բնակվողներին, հետագայում մենք անդրադարձանք, որ այն փորձության ժամանակահատվածը ստուգարքի ոչ թե գայթակղության, այն չի գալիս սատանայի կողմից, այլ գալիս Աստծո կողմից, եւ չորրորդը մենք անդրադարձանք, որ այս հատվածը երկրի բնակվողները դրանք այլ մարդիկ են, որոնք հակա Քրիստոսին երկրպագողներ եւ սուրբերին սպանողներ են, այսինքն սա հավատացյալների խումբը չի, որ գալիս է երկրից, դրա համար Աստծո բարկությունը գալիս է երկրի վրա բնակվողների, եւ երկրի վրա բնակվողները մենք շատ լավ տեսանք, որ այն բանալի բառը 10 անգամ կրկնվում է 4-ից մինչեւ 16-րդ գլուխները, եւ այս երկրի վրա բնակվող հասկացողությունը ուղղակի ցույց տալի ինչ կատեգորիայի մասին է խոսքը, որը կապված է Աստծո բարկության թափվելու հետ, դրա համար Աստված վերցնում է եկեղեցին այդ շրջանից։ Հիմա եկեք անդրադառնանք մյուս երկու հատվածների։ Հայտնություն 17:2-ը, տեսեք, մենք արդեն 10 համար ենք նայելու, 10 արդեն 7-ը նայել ենք, մնացել է, տեսեք, 17:2-ը ցույց է տալի այդ երկրի վրա բնակվողների հոգևոր, կարելի ասել, հոգևոր չի կարծեմ, դրանք հոգևոր չեն, բայց ամեն դեպքում կեղծակրոն կարևորությունը, որի հետ պոռնկացան երկրի թագավորները, այսինքն այն կարմիր գազանի վրա նստած պոռնիկն է, որի հետ պոռնկացան երկրի թագավորները եւ երկրի բնակիչները նրա պոռնկության գինով արբեցին։ Երկրի բնակիչները ընդունեցին այդ կրոնը, այդ աստվածպաշտությունը, հարբեցին նրա գինովը։ Սա արդեն 17:8-ում ավելի խորն եք տեսնում, գազանը որ տեսար կար եւ չկա եւ անդունդիցն է դուրս գալիս եւ ուշադիր նայեք, եւ կորուստ է գնալու եւ կզարմանան երկրի վրա բնակվողները, որոնց անունները գրված չեն կյանքի գրքի մեջ աշխարհի սկզբից հետե, երբ որ տեսնեն այդ գազանը որ կար եւ չկա, թեև հիմա, այսինքն այդ շրջանում դեռ կա, հիմա նայեք, խնդիրն ինչի մեջ է, ովքեր են երկրի վրա բնակվողները, երկրի վրա բնակվողները նրանք են, որոնք խարացում են Իսրայելը, որոնք սպանում են Իսրայելը, որոնք սպանում են հավատացյալներին, Քրիստոսի անունը դավանողներին, հիմա եւ որոնք աշխարհի սկզբունքներով ապրում են, երկրպագում են հակա Քրիստոսին եւ ամենակարևորը արփում են մեծ պոռնիկի գինոց, այսինքն այդ պղծությունների ամբողջական բովանդակության մեջ արտահայտված է նրանց կյանքը, այն նրանց վրա է գալիս Աստծո բարկությունը փորձելու նրանց ապստամբության աստիճանը կամ ի հայտ բերելու ցույց տալու թե ինչպիսի աստիճան է կրում նրանց Աստծո հանդեպ ատելությունը կամ Աստծո հանդեպ ապստամբությունը։ Այս դրա մասին է խոսքը։ Մենք չվերջացրեցինք, բայց ժամանակը ես տեսնում եմ բավարար անցավ, ուրեմն մենք նայեցինք 10 հատված, 10 հատվածներում ուղղակի մենք տեսանք ովքեր են երկրի վրա բնակվողները, որոնց վրա գալիս է այդ փորձությունը։ Մեր 5-րդ մենք կանրադառնանք մեր հատվածում տերեզո էկ կամ ես քեզ կպահեմ, ինչ է նշանակում ես քեզ կպահեմ, սա ինչ է նշանակում փորձության մեջ կպահի, թե փորձությունից կպահի, այդ ժամվա մեջ կպահի, թե այդ ժամից կպահի։ Մենք սա կնայենք մեր մյուս ձայնագրության մեջ եւ կամբողջացնենք եւ կտեսնենք որքան կարեւոր խոստում է տալիս հավատարիմ եկեղեցու Ֆիլադելֆիային Հիսուս Քրիստոսը։ Եվ սա վերաբերվում է ովորական ջուրի Թողլեսի թե ինչ ասում հոգին եկեղեցիներին։ Սա նաեւ ապագայում է եւ վերաբերվում, այսինքն վերագրվում է վերագրական հատվածա դառնում։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։